Սարգսյան, կարելի է ասել, որ կրակոցների մասին Ադրբեջանի այդ գրեթե ամենօրյա մեղադրանքները Հայաստանի հասցեին հանգեցրեցին Բաքվի համար ոչ ցանկալի հետևանքների։ Ինչ մասին է խոսքը։ Խոսքը այն մասին է, որ արդեն խոսակցություններ են գնում այդ եվրադիտորդների թվաքանակի ավելացման մասին։ Մեծ հավանականությամբ իրանց նպատակին չեն հասել, դժվար է ասել հենց այդ հարցն է իրանց շատ անհանգստացնում։ Իրենց ցանկությունը իհարկե Ռուսաստանի հետ մեկտեղ հակահարված ստանալն էր, այսինքն հայկական կողմի հակադարձ գրակոչների ապահովումը, ունես որ դրան չհասան։ Այո, Ֆրանսիայի արտգործնախարարը հայտարարեց, որ ինքը նախաձեռնություն ունի կամ նպատակահարմար է գտնում կամ ինչ որ երբ որ նպատակահարմար է, դա ինչ որ հերթական գործողություններ կարող լինեն, որ դիտորդական առաքելության թիվը պետքա առաքելության անդամների թիվը պետքա բարձրանա եւ մեծ հավանականությամբ դիտորդական երթերի թիվը, այդ որ նրանք բարձրանան դեպի սահման, սա էլ է շատ կարեւոր, որովհետեւ բուն թվականակի ավելացումը խնդրի լուծում չի։ Ցանկալի է որ իրանք ունենան եւս մեկ գրասենյակ, կոպիտ ասած, օրինակ հարավային այն ուղղության վրա, որտեղ որ հիմնականում կրակում են։ Հենց որ այո, այս պատասխանը Ֆրանսիայի իհարկե չէր ակնկալվում, բայց այնպես չի, որ հենց այս պատասխանն է, որ ստեղծել է մեծ խնդրեմ։ Մեծ խնդրեմը ստեղծել է իրականում այն փաստը, որ մերոնք չեն պատասխանում, մյուս կողմից Ռուսաստանի համար շատ դրական բաներ են տեղի ունենում, այս արդյունքում, թե Ալեն Սիմոնյանի այցը Մոսկվա, թե Նիկոլ Փաշինյանի դեռևս չհրաժարված, Ալենը չկներեք գնացել է Սանկտ Պետերբուրգ։ Նիկոլը դեռևս չի հրաժարվում Մոսկվա գնալուց մայիսի 9-ին, այսինքն սա ոնց որ իրանց նպատակին հասնում են։ Ինչ առումով, որ դե պարզա, որ Գյումրի ընտրություններից հետո Նիկոլի վախը ընդհանրապես բռնել են ու բռնել են, էլ ձև չկա, անար չկա։ Դրա համար ինքը ինչ որ հիմա փորձելու է ինչ որ մի կերպ իր իմացած տարբերակներով դիվանագիտական լուծում գտնի, ես պնդում եմ, որ դիվանագիտական դաշտում Նիկոլ Փաշինյանն եւ ընդհանուր առմամբ իշխանություն ունեցող այս պահին կուսակցությունը հենց կուսակցության մակարդակով իրանք զրոյական են, եթե ոչ բացասական, առավել եւս որ իրենց արտաքին քաղաքականության վրա ազդում են մարդիկ, ում բիզնես շահերը ամբողջությամբ ռուսական դաշտում են, կամ իրանք այդ բիզնես բանից դուրս են եկել միջավայրից, ոնց որ փոխվարչապետ Մեր Գրիգորյանը, որ ամբողջությամբ ռուսական կապիտալի ներկայացուցիչ է եղել, Գագիկ Ծառուկյանի մարդն է եղել, հետո Ռոբերտ Քոչարյանի մարդն է եղել, հիմա Նիկոլը մոտ նստած է, թե օրինակ Խաչատուր Սարգսյանն է, որը որ ոչ մի կերպ Եվրոպայում չի կարա բիզնես վարի, որտեղ իր բիզնես վարելու ձևը դախլչիություն է, ոչ թե բիզնես, մեծ հաշվով, որտեղ առևտուրը, որը արվում է, ոչինչ չի արտադրվում, դա բան չի, բիզնես չի։ Այսինքն այս զանգվածը, որը ճնշում է Հայաստանի տնտեսությանը դեպի ԵԱՏՄ կամ ոչ թե ճնշում է, այլ խարսխում է մեզ եւ սկացնում է ԵԱՏՄ-ի մեջ, ակնհայտորեն ամենամեծ ազդեցությունը ունի Նիկոլի վրա որպես վարչապետ, որտեղ մենք տեսնում ենք, որ վարչապետը 24 թվականի հաշվետվություն է տալիս, միևնույնն է խոսում է նրա մասին, ինչի մասին 7 անգամասին մի խոսակոմոդ չի ստացվում։ Սոցիալ-փիլիսոփայական, էթնոգենեզ, գաղափարախոսական, ինչ որ sense բաներ, չէ, տղա ջան, դու վարչապետ ես։ Դու պետք է խոսաս նրանից, որ քո երկրի տնտեսությունը 3 տարի աճ ա տվել, երկնիշ։ Հիմա մինուս է։ Ասենք միջազգային տարադրամի հիմնադրամը բան է անում։ Քո տնտեսական աճը վերանայում է դեպի ներքև։ Դու սրա մասին պետք է խոսես։ Դու վարչապետ ես։ Վարչապետը նշանակում է, որ դու զավխոզ ես, լավ, սենց ասեմ, որ հասկանաս, կոլխոզի մեջի զավխոզն ես։ Դու պետք է ասես խիավատ, ինչ եք անում, որ լավը լինի, ոչ թե լնես այդ դու գենեզից խոսես։ Մարդը չի հասկացել, 7-րդ տարին է իրան թվում, ինքը բանը կրոնական առաջնորդը։ Անհասկանալի կրոնի իհարկե, քայլիստների կրոնի, բայց ինքը անհասկանալի, ինքը տենց բան է, ինքն տենց է պահում։ Դե գուցե այդ ելույթներից հետո գիրք է գրվելու։ Հասկացանք, ախր ինքը գիրք ունի գրելու, ինքը ամեն տարի գիրք է գրում։ Այդ կոչվում է կասակ բանի դրամարկղային գիրք։
Ինքը այդ գիրքը գրում է, իր ստորագրությամբ առնվազն այդ Այո։ գիրքը լույս տեսնում։ Հուխ ու ջոտի գրքեր են, որոնք շատ վատ վիճակում են, աուդիտը չի անցնում։ Ադրբեջանի թեման էլ եմ ասում, Ադրբեջանի համար ամենակարևոր բանն է, որ խաղաղության այդ բանակցությունները տապալվեն Հայաստանի պատճառով, հա։ Եվ տարբերություն չկա ոնց։ Հայաստանը կգնա Ռուսաստան, Մոսկվայում դրա հետևանքով կտապալվի, հայերը կկրակեն դրա հետևանքով կտապալվի, հայերը կդադարեն դրա մասին խոսալ դրանով, կապ չունի, կարևորը տապալվի այդ խոսակցությունները։ Անտալիայում տեղի ունեցած այդ դիվանագիտական ֆորումը, վերաժողովը, համաժողովը, ինչա ոնց ուզում եք բան արի։ Արադ Միրզոյանի հարցազրույցը տված թուրքական մամուլին եւ հետո բաները կապված է արդեն իր եւ անձամբ Ֆիդանի այդ հանդիպման հետ կապված մեկնաբանությունները ամբողջությամբ երբ որ նայում ես ինքը բավականին հետաքրքիր պատկեր է ստեղծում առնվազն այդ հարցազրույցից զգացվում է այդ բրիֆինգից հարցազրույց չէ ասուլիս էր որտեղ մի քանի լրագրողներ էին տեղից երևում է որ առնվազն Արադ Միրզոյանը հասկանում է որ այս խաղաղության մասին բանակցությունները ֆուֆու բաներ են ինքը ասում է որ դե հիմա մենք կոպիտ ասած խաղաղության մասին բանակցում ենք մենք խոսում ենք իրանց հետ մենք պատերազմ չենք ուզում ալտերնատիվ չկա ասում խաղաղությանը ալտերնատիվ չկա ի վերջո ճիշտ է ինչի են իրանք պատրաստ գնալ այդ խաղաղության համար սա երկրորդ հարցն է ես համարում եմ որ խաղաղության համար այն զոհերը որը Հայաստանը տվել է ինքը ամբողջությամբ բավարար է հիմա էլ Հայաստանը ոչինչ չունի զիջելու ոչ մեղրիով ճանապարհ բացատրեմ ինչու որովհետև ռուսական երկաթգծին հատարված Հայաստանի եւ Ադրբեջանի համատեղ որոշմամբ դեռևս 21 թվականի հունվարին հրապարակվեցին այդ տվյալները բանի ռուսական երկաթգծերի 20 թվականի արդյունքներով չէ 21 թվականին քննարկվել է հա 22 թվականի հունվարին հրապարակվեց 21-ի հաշվետվության մեջ ֆինանսական RЖD-ի ռուսական երկաթգծի 21 թվականի ընթացիկ հաշվետվության մեջ, որը հրապարակվել էր 22 թվականին, արտացոլվել է այն փաստը, որ Ռուսաստանի երկաթգծերը ստանձնել են պարտավորություն կառուցել երկաթգիծ, որը կմիացնի Հորադիս կայանը, Արաքսի ափին, այն ժամանակ այդ մեր պաշտպանական շրջանի այդ գյուղը չի էլ այն քաղաքն է, որը որ մինչև տեղ Ադրբեջանը երկաթգիծը պետք է քաշի, այդտեղից մինչև Նախիջևան երկաթգիծը պետք է քաշի ռուսական երկաթգծերը, այսինքն RЖD-ն։ Ոչ թե հարավային Կովկասի երկաթգծերը, որոնք Հայաստանի օպերատորն են, այլ RЖD-ն։ Եվ այս պայմանավորվածությունը ուժի մեջ է։ Ստեղ բավականին հետաքրքիր բան կա։ Նախ եւ առաջ բազմիցս ասել եմ, որ երկաթգծի արկայությունը, այդ 42 կիլոմետր տարածքում մեղրի սահմանին կպած ավտոմատ նշանակում է, որովհետև քանի որ կառուցում է Ռուսաստանը, քանի դա ստորագրած է։ Եթե չեք հավատում, ես խորհուրդ եմ տալի կամ ասենք կասկածները որպեսզի պարատվեն, ես խորհուրդ եմ տալի ցանկացած կառավարության ասուլիսում Մեհեր Գրիգորյանից պահանջել, որպեսզի ինքը այդ թղթերը բացի, իրենք Ռուսաստանում տպվել են, այսինքն ես հղում ունեմ, բայց եթե լրագրողները հետաքրքրում են, թող ասեն, ումա տրված այդ երկաթգծի կառուցելը։ Ու տարբեր բաներ, որ պատտվում են օֆշորային երկրների անուններ են ասում, yani իրանք են կառուցելու այդ 42 կիլոմետր կտորը։ Դա էլ է ինձ հայտնի, որպեսզի թաքցնեն, որ դա Ռուսաստանն է, Հայաստանի այդ կտորը տարբեր օֆշորային երկրներից բուստում են։ Մարդիկ ասում են, ասենք, չգիտեմ, Սեյշելներից կամ Բագամներից ինչ-որ մի հատ pub կամ strip club, բարձում է, որ պետք է Հայաստանում բան պետք է կառուցի երկաթգիծ, բայց հենց այդ 42 կիլոմետրանց կտորը այս Ադրբեջանի սահմանից, ասենք Կովսականից մինչև Օրդուբատ այդ սահմանը։ Ուրեմն տեսեք, քան Ռուսաստանն է կառուցում հարավային այդ սահմանով երկաթգիծը ավտոմատ նշանակում է, որ էքստերիտորիալ միջանցք է տրվում Ռուսաստանին։ Կառուցում է Ռուսաստանը, օպերատորը Ռուսաստանն է, կամ ինչ որ օֆշորային էական չի ինչ, բայց մեկը Ռուսաստանի բանի տակ է։ Հետևաբար Հայաստանի Հանրապետությունը զուտ երկաթգծերի միջազգային կանոնակարգով այդ տարածքը այլևս չի կարող տիրապետի այնպես, ոնց որ ինքը ուզում է, որովհետև երկաթգծի անվտանգություն կա։ Դա նորմալ է, դա ամբողջ աշխարհում կա։
Ինչեմ ես միշտ ասել, որ ցանկացած ճանապարհ, որը տրվում է այդտեղից այնտեղ, ինքը ստեղծում է Հայաստանի անվտանգության համար խնդրեմ։ Բացի բազմիցս իմ կողմից նկարագրված օրինակից, որ կարող է 60 վագոնանոց գնաց կմտնի, մի պահ կանգնի ու 60 վագոնից ամեն մեկից դուրս գա 40-ից 50 բան զինվոր լուրջ, որոնք ընդհանրապես այդքանով այդ 42 կիլոմետր կտորը մեզանից կկտրեն, կտանեն։ Ու զինվոր են ուղղակի, որովհետև մենք այնտեղ այդտենց զինվոր չենք կարող պահենք այդքան անիմաստամես։ Նախ դա է արգելված, այսինքն դրա պատճառով։ Երկրորդը վերջացած նրանով, որ դե կարող է քիմիական նյութեր են տանում, բան են տանում, հետեւաբար այնտեղ մոտիկ տեղ չես կարող ինչ-որ բաներ կառուցես, ճանապարհ անցնող կամուրջ, բան, ոչ չես կարող կառուցես։ Այդ իրանցն։ Հետո երկաթգծի տարածքն է ստացվում։ Եվ ոչ մեկ իրավունք չունի դեր գործողություն ան։ Հենց այդ է պատճառը, որ ես ասում եմ, որ ոչ մի պարագայում երկաթգիծ պետքա չաշխատի մեղրիով։ Դա բացառվում է։ Դա ավտոմատ նշանակում է, որ Հայաստանը կտրվում է Իրանից։ Եվ դա բազմիցս ես ասել եմ եւ ելի եմ ասում, որ ցանկացած Հայաստանի Հանրապետության պաշտոնյա, ով կհամաձայնվի երկաթգիծ թույլտվություն տա երկաթգծի, որը կգործի, անձամբ լինի Մհեր Գրիգորյանը, Մհեր Գրիգորյանի կողքը 4 հատ Նիկոլ Փաշինյան կանգնած լինի, իրանք բոլորը ենթարկվելու են ամենադաժան ու ծանր օրենքի շրջանակներում պատասխանատվության։ Ընդհուպ մինչև ցմահ բանտարկություն որպես արտաքին երկրի գործակալ, որովհետև նորից եմ կրկնում, երկաթգծի թույլտվությունը, որը կկառուցի Ռուսաստանի Դաշնությունը կամ օֆշորային երկիր։ Այսինքն, քանի Հայաստանում երկաթգծի կոնցեսիան ռուսներինն է, երկաթգծի հետ կապված ցանկացած գործողություն ավտոմատ նշանակում է Հայաստանի սուվերենությունից մի կտոր պոկել տալ Ռուսաստանին։ Որպեսզի դա չլինի, դու նախ եւ առաջ կոնցեսիան պետքա վերցնես, անես աուդիտ, հասկանաս ինչ վիճակում է քո երկաթգծերը ընդհանուր առմամբ։ Հետևաբար, կրկնում եմ, ցանկացած գործառույթ, որը երկաթգծին է տրվում, առանց կոնցեսիան ռուսներից վերցնելու, ավտոմատ նշանակում է Հայաստանի սուվերենությունը դնել վտանգի տակ։ Կոնցեսիան վերցնելը եկա պատմություն է։ Հիշում եք, ինչ սկսեց ամբողջ այդ Լավրովի Հայաստանի հետ։ Դե իրանք գիտեն ինչ են անում։ Հետևաբար, մինչև այդ կոնցեսիան չկա, չենք վերցնում։ Հայաստանի Հանրապետությանը այս խաղաղության խաշմերուկը, որքան էլ որ փորձում են Նիկոլենք հրամցնեն Եվրոպային, որ դա լավ բան է, ինքը լավ բան է բացառությամբ այն պարագայում, եթե գործում է Գյումրի Իջևան Թովուս Ղազախ այդ երկաթգիծը, այսինքն Հայաստանում անցնում է, իհարկե Կարս Գյումրի գնում է այնտեղ վերևը կպնում է Ադրբեջանին, բայց ոչ հարավը։ Հարավային ուղղությունը պետք է փակ լինի այս ամեն ինչի համար։ Սա բացառվում է, որ բացվի։ Եվ ինչի էի ասում, որ կա Անտալիայի հանդիպման մեջ կարևորություն։ Արադ Միրզոյանը բաց հայտարարում, հա, որ այնտեղ, որ դե հա հիմա մենք մեծ հաշվով հիմա մեծամասնություն ենք եւ պատրաստ ենք ստորագրելու։ Բայց եթե մենք չլինենք, ընդհանրապես փաստ չի, որ այս թուղթը կստորագրվի։ Սա ինքը բաց ասում է։ Մեսիջա տալի, ասում է, որ կարող է մենք չլինենք ու վերջ, ու պրծավ։ Քանի որ այդ պահին արդեն Գյումրիի ընտրությունները եղել էին, ես կասկածում եմ, որ իրանք մտածում են, որ ստեղ բաներն են, ռուսամետներն են կրելու, յանի Վարդանիկի նման։ 26 թվականի մասին։ Հա, բայց իրանք տեղել են սխալվում։ Ինչու՞։ Որովհետև հաստատ իրանք չեն կրելու, այդ բանը պրծավել է, սպառվում արդեն։ Շատ քիչ մարդ կա Հայաստանում, ով ուզում է այդ մղձավանջի մեջ ապրի։ Իսկ բայց այն նրանում, որ մյուս իշխանությունը կգա ու դա այդպես չի լինի, իրանք ճիշտ են։ Որովհետև կոպիտ ասած ոչ մի անվտանգության, Հայաստանի անվտանգությունը կարևորագույն կետ դիտարկող իշխանություն, քաղաքական ուժ, որը եկավ իշխանության, թույլ չի տա, որպեսզի մեղրիով անցնի ռուսական դրոշով բանարվող երկաթգիծ։ Այսինքն դուք ենթադրում եք, որ դեռ մի տարի, մի ամանից մյուս աման այս ջուրը տեղափոխվելու է բանակցություններ կոչված։ Այո, ես գրեթե վստահ եմ, որ խաղաղության մասին փաստաթուղթը նույնիսկ եթե ստորագրվեց մինչև ուկրաինական պատերազմի եւ ֆիքսման ավարտը, չի ռատիֆիկացվի Ադրբեջանի կողմից, մինչև չրատիֆիկացվի ռուս-ուկրաինական խաղաղության պայմանագիրը։
Իսկ ձեր մի հարցազրույցում դուք ասել եք ենթադրում եք, իհարկե ենթադրության մակարդակով, որ դեռ մի 2 տարի խաղաղություն Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև դժվար է ակնկալել։ Պնդում եմ, Պնդում եք։ որովհետև տեսեք, հիմա 25 թվականի գարնան-սկիզբ իրականում ձմեռվա վերջ Եվրամիությունը հաստատեց եվրոպական երկրներ կամ սենց Եվրատլանտյան դաշինքը առանց ԱՄՆ-ի հաստատեցին նոր պլաններ զինելու Ուկրաինային եւ դրանք ուժի մեջ կմտնեն 26 թվականին 25-ին հաստատվել է այդ 800 միլիարդը հայտնի, որը 5 տարվա ծրագրի համար է։ Այսինքն այդ 5 տարին այդ ամեն ինչ պետք է արտադրվի, բայց առաջի ծիծեռնակները մենք կտեսնենք 26 թվականին։ Հետևաբար էլ նոր են արտադրում, նոր ֆինանսական հարցերն են ուզում կսկսեն արտադրել, ինչ որ չափով դա կգա, ի հայտ կգա 26 թվականին, եթե նոր իսկ խոսքը իհարկե նոր զինատեսակների մասին է, մասնավորապես Էստոնիայի եւ Լիտվայի նախաձեռնությամբ մեր Նորդիկ Բալտիկ բարեկամների, որոնք ատում են Ռուսաստանը մոտավորապես ոնց որ ես մեր լավագույն բարեկամներն են, իրանց մոտ նոր դրոնային բաներ են տեղ ունեն, այդ դրոնները պետքա փորձարկվեն, արդյունքները պետքա լինեն եւ բոլորը հասկանում են, որ ամեն տարի Ռուսաստանի համար ավելի վատ է վերադառնում, թե հարկային առումով վերադարձը վատնա, թե նավթի գների տատանումը եւ թե նավթային իրականում նավթային ոլորտը Ռուսաստանի խորը ճգնաժամում է 3-րդ տարին է իրանք նոր հորեր չեն փորում, որովհետեւ տեխնոլոգիաներ չունեն։ Հին հորերը չեն սպառում են, չէ, ոնց է կորումպացվում են, փչանում են, որակը ընկնում է։ Դառնում են անորակ, այսինքն եթե առաջ մի հորից կարել էր անել օրեկան, չգիտեմ, 10,000 բարել նավթ, հիմա ստացվում է 5 գնալով պակասելու։